Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Ես խնդրում եմ Աստծուն, որ կենթանության ջրեր լցնի մեր մեջ։ Սուրբ Հոգին գա մեր վրա եւ մեր մեջից էլ կենթանության ջրեր բխեն։ Հայր Աստված, ես խնդրում եմ, Տեր հպվի մեր սրտերին, դարձի բեր անհավատներին, որ ընդունեն Քրիստոսին ու ընդունեն քո ճշմարտությունը մեղքի մասին, ապաշխարության մասին, ներման, դատաստանի, հավիտենական կյանքի մասին, Տեր, որ ապաշխարեն ու ետ դառնան մեղքի կյանքից, ապստամբությունից ու հակառակությունից, քո գիրկը գան, քո զավակները դառնան, խավարից ազատվեն ու լույսի մեջ մտնեն, գիտակցաբար թե անգիտակցաբար չմնան սատանայի գերին ու ստրուկը, այլ դառնան քո ժառանգները, Հիսուսի հետ թագաժառանգներ, որ ապաշխարեն իրենց գիտակից ու անգիտակից մեղքերի համար, ամեն բանի համար, որ գրված է իրենց դեմ երկնային գրքերում։ Աղոթում եմ նաև բոլոր նրանց համար, ներառյալ ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս անդամների համար, հարազատներիս համար, նրանց համար, ովքեր չեն մերժում Քրիստոսին, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, ովքեր ընդունել են քեզ Տեր, թող որ մենք քարը թափ տանք մեր փեշից, որ հոժար կամքով չշարունակենք մեղք գործել, այլ պատերազմենք մեղքի դեմ, որ քո անմեղ որդու Հիսուս Քրիստոսի սուրբ արյունը արդարացնի մեզ, մաքրի մեզ, ու քո Տեր Աստված արդար դատավոր, քո կրակես զայրույթն ու ցասումը, որ պահված է հակառակվողների համար, չթափվի մեզ վրա, թող որ ատենք մեղքը, չսիրենք մեղքը ու չկործանվենք, Տեր Աստված, բացի մեր հասկացողության աչքերը, թող այս ճշմարտությունը խորությամբ հասկանանք ու մեր սրտում ատելություն դիր մեր մեղքերի հանդեպ, մեր կախվածությունների հանդեպ, խորը զզվանք դիր Տեր, տուր կարողություն, արթնացրու, ազատագրի մեր կամքի ուժը, զորություն ու խոնարհություն եմ խնդրում, շնորհ, որ խոստովանենք ու ապաշխարենք, սգանք մեր մեղքերի համար ու պատերազմենք դրանց դեմ, պատերազմենք կախվածությունների դեմ, որ Հիսուսի քավիչ արյունը լվա մեզ, Տեր իմ Աստված, թող ուժ չլինի ոչ մեկի համար, իմ Տեր Աստված, աղերսում եմ քեզ, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Իսկ հիմա անդրադառնանք Թովմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետության գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Երեկ մենք սկսեցինք խոսել, թե ապաշխարության ճանապարհներին ինչ խոչընդոտներ կան, որոնք են այսինքն խոչընդոտները։ Առաջինը ապաշխարության առաջին խոչընդոտը նա էր, որ մարդիկ չեն գիտակցում, որ ապաշխարության կարիք ունեն։ Երկրորդը ասեցինք, երկրորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ ապաշխարելը հեշտ ու հանգիստ խաղ են համարում։ Երրորդը ասեցինք, որ երրորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ Աստծո ողորմության վերաբերյալ սխալ պատկերացումներ, սխալ ենթադրություններ են անում եւ դա է խոչընդոտ ապաշխարության համար։ Այսօր խոսենք մյուս խոչընդոտների մասին, որքանը որ կհասցնենք։ Ապաշխարության չորրորդ խոչընդոտը այն է, որ մարդիկ ծույլ, անբան, դանդաղկոտ խառնվածք ունեն։ Շատ մարդիկ ապաշխարությունը դիտում են որպես հոգնեցուցիչ ու ձանձրալի մի բան, որը պահանջում է մեծ տքնաջան աշխատանք, իսկ իրենք շատ հանգիստ ու հարմարավետ են զգում ու չեն ցանկանում իրենց նեղություն տալ, ջանք գործադրել։ Նրանք նախընտրում են քնած գնալ դժոխք, քան ապաշխարել, ապաշխարության արդյունքներ թափել ու դրախտ գնալ։ Առակաց 19:24 խոսքում ասվում է.
Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է թաղում, բայց այն դեպի բերանն էլ չի տանում։ Շատերը կնախընտրեն կորցնել դրախտը, քան թե ապաշխարել, ու դա կլինի զուտ ծուլության պատճառով, եւ այն, որ ապաշխարությունը այդքան էլ հաճելի գործ չի իրենց համար։ Այս ֆիզիկական աշխարհում անգամ մենք չենք կարող մի բան ձեռք բերել առանց աշխատանքի, առանց ջանասիրության, բայց կարծում ենք, որ կարող ենք ձեռք բերել դրախտը սկուտեղի վրա մեզ մատուցված։ Կարծում ենք մենք կարող ենք շարունակել մեղք գործել, չապաշխարել, քանի որ հավես չունենք, կամ ժամանակ չենք գտնում, կամ դե ձանձրալի է, բայց Աստված մեզ միևնույնն է կփրկի, մտածում ենք մենք հիմարաբար։ Ծուլությունը մարդու հոգու քաղցկեղն է։ 19-րդ առակի 15 խոսքում ասվում է. ծուլությունը թմբիրի մեջ է գցում, եւ թույլ մարդը կսովածանա։ Մի բանաստեղծություն կա, որտեղ պատմվում է, թե ինչպես Մերկուրին քուն բերեց Արգուսի վրա եւ փակեց նրա աչքերը կախարդված գավազանով եւ հետո սպանեց նրան։ Այդպես էլ Սատանան իր հնարքներով ծուլության մեջ է քաշում մարդուն, նիր ու թմբիր բերում մարդու վրա, քնեցնում մարդուն եւ հետո ոչնչացնում է այդ մարդուն։ Ասում են, որ կա առնետի մի տեսակ, հնդկական առնետ է կոչվում, որ երբ կոկորդիլոսը բերանը բաց քնած է, այս առնետը մտնում է կոկորդիլոսի մեջ եւ ուտում նրա ներքին օրգանները։ Նույն կերպ, մինչ մարդիկ ինքնագոհ քնում են, նրանք խժռվում են մեղքի ու սատանայի կողմից։ Ապաշխարության 5-րդ խոչընդոտը այն է, որ մարդիկ հաճույք են ստանում մեղքից, հաճույք են ստանում անիրավությունից ու չարիքից, հաճույք են ստանում իրենց կախվածություններից։ 2 Թեսաղոնիկեցիների նամակի 2-րդ գլխի 12-ում Պողոս առաքյալն ասում է, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։ Այսինքն, եթե մեղքից, անօրենությունից, մեր կախվածություններից մենք հաճույք ենք ստանում, նշանակում է մենք չենք ապաշխարելու, ու եթե չենք ապաշխարելու, ուրեմն դատապարտվելու ենք։ Պետք է հասկանանք, որ մեղքը քաղցր ըմպելիք է, խառնված թույնի հետ։ Մեղավորը կարծում է, որ այո, մեղքի մեջ վտանգ կա, բայց կա նաև ուրախություն, հաճույք, որ անգամ այդ վտանգը իրեն տոնուս է տալիս, ադրենալին է տալիս, իրեն կենդանի է զգում, կարծում է արկածախնդրություն է դա, եւ հետեւաբար այդ մահացու վտանգը նրանց այնքան չի սարսափեցնում, որքան պիտի սարսափեցներ, եւ ավելի շատ հրճվանք է նրանց տալիս։ Սա թակարդ է։ Պլատոնը մեղքի հանդեպ սերը անվանում է մեծ սատանա, եւ Պլատոնը Աստծուն չճանաչող մարդ էր։ Մեղքից հաճույք ստանալը կարծրացնում է մարդու սիրտը։ Այսինքն կներեք, ես չգիտեմ Պլատոնը Աստծուն հավատում էր թե չէ, սա իմ կարծիքներ ու գուցե ես սխալ եմ։ Մոռացեք, որ այդ ասեցի, Տեր ջան կներես, առանց իմանալու բան ասեցի, 1000 ներողություն Տեր իմ Աստված։ Ուրեմն Պլատոնը մեղքի հանդեպ սերը անվանում է մեծ սատանա։ Մեղքից հաճույք ստանալը կարծրացնում է մարդու սիրտը։ Որքան շատ ես մեղքից հաճույք ստանում, այնքան ավելի կարծրանում է քո սիրտը, այնքան ավելի հեռանում ես ապաշխարությունից։ Փարավոնը ամեն անգամ ասում էր. հա, էլ չեմ անի։ Կանեմ այնպես, ոնց որ Աստված էր ասում, բայց հետո ավելի զազրելի բաներ էր անում իսրայելցիների դեմ եւ դրանից հաճույք էր ստանում։ Ու նրա սիրտը կարծրանում էր ավելի ու ավելի, մինչև որ կործանվեց ինքը եւ իր ժողովուրդը այդ ժամանակ։ Իսկական ապաշխարության մեջ պետք է լինի վիշտ մեղքի համար, բայց ինչպես կարելի է տրտմել, վշտանալ, պատերազմել մի բանի դեմ, որ այդքան սիրում ես։ Ինչպես կարող ես ատել մեղքը, եթե սիրում ես այն։ Հակառակը, նման մարդիկ վշտանում են մեղքի կորցնելու հնարավորության համար եւ դրա համար էլ չեն ապաշխարում։ Նա, ով ապրում է մեղքի մեջ,
չի կարող նվիրված կերպով աղոթել այդ մեղքի դեմ, այդ մեղքից ազատվելու համար։ Նա չի աղերսի Աստծուն օգնի ինձ ու չի պատերազմի այդ մեղքի դեմ։ Նման մարդու սիրտը այնքան է գայթակղվել մեղքով, որ վախենում է այդ մեղքը շուտ բաց թողնել կամ երբևէ բաց թողնել։ Սամսոնը ուրախանում էր, հմայվում էր, հրճվում էր Դալիլայի գեղեցկությամբ ու վայելում էր նրա գեղեցկությունը, բայց Դալիլան դարձավ Սամսոնի անկման, տանջանքների, նրա աչքերը հանվելու, նրա կուրության և մահվան պատճառը։ Երբ մարդը անիրավությունը շաքարի կտորի պես լեզվի տակ է դնում, այն իր քաղցր թվացող թույնն է արձակում։ Կներեք, այդ մարդու մեջ ու տանում նրան դեպի մահ, անկախ նրանից մահը արագ թե դանդաղ կլինի, բայց հաստատուն կործանում։ Մեղքի հաճույքը մետաքսե որոգայթի պես է, ի վերջո ընկնելու ես այդ որոգայթի մեջ, անկախ նրա գեղեցիկ ու հմայիչ տեսքից, քաղելու ես մեղքի ողջ դառնությունը վաղ թե ուշ։ Բ Թագավորաց 2-րդ գլխի 26-ում ասվում է. Աբեները կանչեց Հովաբին ասելով. «Միթե սուրը մշտապես պիտի ուտի, չգիտես, որ սրա վերջը դառն է լինելու, ժողովրդին մինչև երբ չես ասելու, որ ետ դառնան իրենց եղբայրներին հալածելուց»։ Այսինքն, մինչև երբ չպիտի հասկանաք, որ մեղք չպիտի գործեք, չէ որ սուրը կախված է մեր գլխին։ Ապաշխարության 6-րդ խոչընդոտը այն է, որ մարդիկ կարծում են, թե ապաշխարությունը կխլի իրենց ուրախությունը, իրենց հաճույքները։ Բայց դա սխալ է ու սուտ է։ Ապաշխարությունը խաչի չի հանում մեր ուրախությունը, այլ ազատագրում է մեր ուրախությունը մեղքի ճիրաններից և մեղքի գարշելիությունից, մեղքի այլանդակությունից։ Երկրային ուրախությունը, աշխարհիկ ուրախությունը, դա կարծես խելահեղությունների մի շարան լինի։ Կեղծ ուրախությունների ու հաճույքների մեջ մենք անցկացնում ենք այն կյանքը, որ նվեր է Աստծուց և տրված իրեն հետ անցկացնելու համար։ Աշխարհիկ ուրախությունը ոչ այլ ինչ է, քան կեղծ ծիծաղ։ Այս կեղծ ուրախությանը միշտ հետևում է վիշտը, բայց ոչ թե աստվածային վիշտը, որ բերում է ապաշխարության, այլ այն երկրային դիվային վիշտը, որ բերում է հուսալքության, անհուսության ու վերջ ի վերջո կործանման։ Օրինակներ բերենք, որ ավելի լավ հասկանանք, և իհարկե սա գուցե բոլորի մոտ հենց նույն ձևով, նույն հերթականությամբ չի դրսևորվում, բայց մեծամասամբ այդպես է։ Եթե ընտանիքիդ դավաճանես, ուրիշ տղամարդու կամ կնոջ գրկում հաճույք գտնես, այդ պահին հաճույք ես ստանալու, իհարկե, բայց դրա հետևից կարող է գալ սեռական մի շարք հիվանդություններ, բաժանում քո տան մեջ։ Այդ հիվանդությունները հլը կնոջդ, ամուսնուդ կարող ես փոխանցել, անեծք կգա քո տան վրա, կկորցնես նաև սիրեկանիդ ու արդյունքում վիշտը կպատի քեզ ու ամբողջ ընտանիքիդ, երեխաներդ կատեն քեզ, չեն ուզի քո հետ կապ ունենալ, ֆինանսներդ կանիծվեն ու էլի լիքը չարիք կգա։ Գուցե բոլորը միանգամից չգա, բայց ամբողջ կյանքիդ ընթացքում կզգաս ինչ-որ ստվեր ա քեզ հետևում ու կմտածես ինչի համար, հետո կշարունակվի սերունդներիդ մեջ, իրանք էլ չեն իմանա ինչի համար։ Նրան կհետևի վիշտը։ Եթե ալկոհոլի, թմրանյութի, խաղամոլության ու նման չարիքների մեջ ես գտնում քո ուրախությունը, ապա վաղ թե ուշ դրանց չար պտուղները վիշտ ու կսկիծ են բերելու քեզ, և քո ընտանիքին, և հիվանդություն։ Թե ծուլության մեջ ես ուրախությունդ ու հաճույքդ գտնում, նորից վերջում կանգնելու ես դատարկ տաշտակի առաջ, ու վիշտը նորից հետապնդելու է այդ մարդուն։ Բայց աստվածային ապաշխարությունը ու աստվածային վիշտը մեր մեղքերի համար իր մեջ քաղցրություն ունի,
կարծես մեղրամոմ լինի, դրա համար դու երբեք չես զղջա։ Աստծո արքայությունը կազմված է ուրախությունից, խաղաղությունից և նաև արդարությունից։ Հռոմեացիներ 14:17-ում ասվում է, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ Ոչ ոք այնքան ուրախ չէ, որքան զղջացող ապաշխարողները։ Նման լացի մեջ բավարարվածություն և բժշկություն կա։ Ուրախության յուղը Աստված հիմնականում լցնում է կոտրված սրտերի մեջ։ Եսայի 61:3 խոսքում ասվում է. «Սգացողներին հոգ եմ տանելու, նրանց դափնեպսակ եմ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ եմ տալու սգի փոխարեն և գովաբանության պատմուճան եմ տալու հուսահատ հոգու փոխարեն»։ Շաքարայեղեգի մեջ կա քաղցր հյութ, որից շաքարավազ են պատրաստում։ Ապաշխարող մարդու սիրտը այս եղեգի նման քաղցր է Աստծո առաջ, ու որպեսզի եղեգից այդ քաղցր հյութը հանեն, պիտի եղեգը ջարդեն, տրորեն և այլն, և ապաշխարությունը դա է անում մեզ համար, կոտրում է մեր կարծրացրած սրտերը։ Իսկ Աստված խոստացել է Եսայի 42:3 խոսքում, որ ինքը կոտրած եղեգը չի փշրի։ Ապաշխարող սիրտը նա չի անարգի։ Ուրեմն ապաշխարած սրտում աճում են Աստծո քաղցր ուրախությունները։ Աստված արցունքների ջուրը գինի է դարձնում, որը ոգևորում և ուրախացնում է սիրտը։ Պողոս առաքյալը Եփեսացիների 5:18-ում ասում է. «Գինով մի հարբեք, որ անառակության է տանում, այլ հոգով լցվեք», այսինքն Սուրբ Հոգով։ Իրական ուրախությունը գալիս է Սուրբ Հոգուց։ Տեսեք, որոնք են Սուրբ Հոգու պտուղները, կարդանք Գաղատացիների 5:22-23։ Հոգու պտուղը այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Ինչպես կարող ենք ցանկանալ մեղքը պահել իր կարճատև հաճույքով, բայց իր երկարատև կործանումով և հրաժարվել նման պտուղներից, նման բարիքներից։ Ուրեմն, ով պետք է ուրախանա, եթե ոչ ապաշխարող հոգին։ Ապաշխարող մարդը Աստծո բոլոր խոստումների ժառանգորդն է։ Նա Հիսուս Քրիստոսի հետ համաժառանգն է։ Միթե դա ուրախության պատճառ չէ։ Միթե դա պատճառ չէ, որ պատերազմենք մեղքից դեմ ու չսիրենք մեղքը։ Աստված բնակվում է կոտրված սրտում, բեկված հոգում, և միթե այնտեղ ուրախություն չպետք է լինի։ Ուրախություն է այնտեղ, որտեղ Աստված է։ Եսայիա 57:15 խոսքում ասվում է. «Եվ արդ այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձունքում, երբ սուրբ տեղում, բայց բեկված ու խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը»։ Ապաշխարությունը չի խլում մարդու ուրախությունը, այլ ավելի մեծ ու գեղեցիկ է դարձնում և ավելի քաղցր։ Սատանան խաբում է քեզ, որ չապաշխարես։ Մի լսիր նրան, հավատա ու հնազանդվի Աստծուն։ Այսքանը այսօր այսքանով վերջացնենք։ Թող Աստված հպվի մեր սրտերին, թող Աստված ողորմի, թող որ մենք աղոթենք ու խնդրենք, Տեր ողորմի, Տեր ջարդի իմ սրտի կարծրությունը, Տեր օգնի ինձ ապաշխարել, Տեր հիշեցրու իմ մեղքերը, Տեր չեմ ուզում կործանվել, ուզում եմ քեզ ճանաչել, ուզում եմ քեզ հետևել, բայց մեջս կա ապստամբություն, մեջս կա մեղք, ես մեղք եմ գործում։ Ես խոստովանում եմ, ես սիրում եմ այդ մեղքերը, ատելություն դիր իմ սրտում, օգնի ինձ պատերազմել։ Դու ես փրկիչը,
Դու ես Աստվածը, դու ինձանից մեծ ես, դու ամենակարողն ես, օգնի ինձ։ Խնդրի Աստծուն։ Մի ասա կամքի ուժ չունեմ, Աստված բոլորին ա տվել կամքի ուժ, այլ ասա Տեր, օգնի ինձ, որ կամքի ուժս, կամքս ազատագրվի այս թուլությունից, այս ծուլությունից, այս սխալ մտածելակերպից, թե ես կամքի ուժ չունեմ, ես ունեմ, օգնի ինձ։ Արի իմ թիկունքը եղի, առաջնորդի ինձ։ Ես իմ կամքը, իմ ցանկությունները քեզ եմ տալիս, աղերսում եմ քեզ, փոխի ինձ։ Փրկի ինձ, ինքս ինձանից։ Այսքանը այսօր, Աստված օրհնի ամեն մեկիս։